Բարև ձեզ սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Տեսնենք ինչ նոր հնչյուն և տառ ենք սովորելու։ Պատկերված է թվանշան, որ թվանշանն է երեխաներ։ 4 բառասկզբում ինչ ենք լսում, չ ենք լսում, ուրեմն այսօր սովորելու ենք չ հնչյունի տառերը։ Չ մեծատառ տպակիր, չ փոքրատառ տպակիր։ Տեսեք երեխաներ, չն որ տառին եք նմանեցնում։ Եթե շուռ տանք մեծատառ չն, կդառնա մեծատառ շն, շուռ տված շն է։ Իսկ փոքրատառ տպակիրը նման է ն-ին։ Չ ձեռագիր մեծատառ, չ ձեռագիր փոքրատառ։ Մեծատառ չն նման է զ-ին։ Ներքևի մասնիկն է միայն տարբերվում, տեսեք երեխաներ։ Իսկ փոքրատառը նման է ն-ին։ Եթե մենք տողի վրա գրենք և ավելացնենք մեկ մասնիկ ևս այի, կդառնա ձեռագիր ն։ 4 բառասկզբում լսում ենք չ։ Չ-ով կազմում ենք բաց վանկեր՝ չա, չի, չու, չէ, չո։ Փակ վանկեր ենք կազմում աջ, իջ, ուջ, էջ, օջ։ Երեխաներ, այժմ կարդում ենք բառերը։ Բոլոր պակասող բանտակների մեջ ավելացնում ենք նոր սովորած տառը։ Չամիջ, բառասկզբում չ, բառավերջում չ։ Աչք, բառամիջում գրվում է չ։ Թարթիչ, թարթիչը ինչի համար է երեխաներ, որպեսզի աչքը պաշտպանի փոշուց։ Կախիչ, շորը կախելու համար անհրաժեշտ է կախիչ։ Չմուշկ, չմուշկով սահում են երեխաներ։ Հաջորդ բառը ոչխար, բառամիջում գրվում է չ։ Երկրորդ առաջադրանքը կարդում ենք հանելուկը և գուշակում։ Մուկ է, թե թռչուն։ Դու գիտես, ասա։ Ցերեկը քնում է, գիշերը թռչուն։ Խոսքը չղջիկի մասին է։ Երրորդ առաջադրանքը կազմում ենք բառակապակցություններ։ Տեսնենք, ով ավելի շատ բառակապակցություններ կկազմի։ Որ բառի տակ տեսնում եք բազմակետերը, նշանակում է այդ բառը պիտի փոխարինեք ուրիշ բառով և ստանաք բառակապակցություններ։ Ծիրանի չիր, չորացրած միրգը չիրն է երեխաներ։ Ծիրանի չիր, էլ ինչի չիր կարող է լինել։ Սալորի չիր, դեղցի չիր, խաղողի չիր, թզի չիր և այլն։ Հարմար չմուշկ, չմուշկներով ձմռանը սահում են սառույցի վրա, հիշում եք, չէ երեխաներ։ Հարմար չմուշկ, կարող ենք տարբեր գույներ ասել՝ սև չմուշկ, սպիտակ չմուշկ, նոր չմուշկ և այլն։ Կանաչ գրիչ, տեսեք, կանաչի տակ է բազմակետերը, կարող են կանաչ բառը փոխարինել այլ գույներով կամ այլ հատկանիշ ցույց տվող բառերով, էլ ինչպիսի գրիչ, կարմիր գրիչ, կապույտ գրիչ, հարմար գրիչ, փափուկ գրիչ և այլն։ 4 նկար, բազմակետերը նկար բառի տակ է, նշանակում է նկարը պիտի փոխարինենք այլ բառերով, 4 բառով կազմում ենք ուրիշ բառակապակցություններ։ 4 ընկեր, 4 աթոռ, 4 կատու և այլն։ Ձեռագիր չերը գրել ավարտելուց հետո կարող ենք չամիջով պատրաստել չ մեծատառ տպակիր, չ փոքրատառ տպակիր։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Երեխաներ, յուրաքանչյուր տառի վերևում գրված է թվանշան։ Կարդում ենք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։ 1-ին համապատասխանում է ա տառը, 2-ին չն, 3-ին խն, 4-ին ռն, 5-ին պն, 6-ին օն, բառասկզբում ո, բառամիջում օ, 7-ին կ, 8-ին համապատասխանում է ին և 9-ին հն։ Այստեղ գաղտնագրված բառեր կան, օրինակը բերված է, տեսեք, 5-ը պն է, 6-ը օն է, 2-ը չն, ստացվեց պոչ բառը։ Այժմ կազմենք մյուս բառերը։ 7-ը տեսնում ենք կն է, 1-ը ան, 3-ը խն, 8-ը ին և 2-ը չ, կախիչ։ Հաջորդը
Չ, 8-ը համապատասխանում է ին, ի և 4-ը ր-ին, չիր։ Մյուս բառը ստացել ենք հարիչ, խաչ, ոչխար։ Կաշտում ենք չամիչ դասը։ Չամիչը խաղողի չիրն է։ Այն իր համով տարբերվում է մյուս բոլոր չրերից։ Չամիչն ուտում են, տեսեք, եթե բառը վերջանում են նայով, հաջորդ բառը սկսվում է ույով, նն ու ուն կաշտում ենք միասին։ Չամիչն ուտում են ընկույզի ու նուշի հետ։ Երեխաները չամիչ շատ են սիրում։ Հավանաբար դուք էլ եք սիրում երեխաներ, իմացեք, որ շատ առողջ արար է։ Եվ այժմ ով ավելի շատ բառ կգտնի։ Տեսեք, ուղղահայաց ուղղությամբ կարող ենք կաշտալ բառերը, հորիզոնական կարող ենք կաշտալ ձախից աջ և աջից ձախ։ Չորս, որս, որ, որս, աչք, մի, խաչ, ակ, չիր, հարիչ, հակառակ կաշտանք, կաշտ։ Ես այստեղ նաև դուրս եմ գրել բառեր՝ չորս, որս, ոչ, մի, պոչ, չոր, չամիչ, աչք, կաշտ, խաչ, կար, ակ, հարիչ, չիր, իր, ահ։ Եվ ամենավերջում կարող եք իրար թելադրել բառակաբակցությունները՝ չորս, չմուշկ, սալորի, չիր, չար, քոթոտ, պոչատ, աղվես։ Պոչատ նշանակում է պոչը կտրված։ Այժմ անդրադառնանք 78 և 79 էջերի առաջադրանքներին։ Փոքրիկ հեքիաթ կարող ենք պատմել, որպեսզի մեր խոսքը զարգանա, և այնուհետև գտնենք մեզ ծանոթ թաքնված զ, ղ, ք, խ, վ, ց, ծ, ք, չ տառերը։ Երեխաներին հարցնում ենք, որ հեքիաթից է այս նկարը պատկերված, երեխաներն ասում են պույպույ մուկիկը։ Կոկոսի ծառի տակ պույպույ մուկիկը իր համար ապրում էր, երբ հանկարծ մի կոկոս ընկավ ներքև, կոտրվեց, և մուկիկը որոշեց, որ անպայման պիտի կոկոսից օգտվի։ Մուլտֆիլմը դիտել եք, հեքիաթի մասին ծանոթ եք, կարող եք պատմել հեքիաթը, իսկ մեր խնդիրն է այժմ գտնել հետևյալ տառերը։ Տեսեք, չն տեղավորվել է ծառի բնին, քն երկնքում է, ցն թաքնվել է տերևների տակ, վն դռան վրա է, ղն քարի վրա, զն ավազների մեջ է, ծն սփռոցի վրա է թաքնված, գն կոկոսի վրա է, իսկ խն խոտերի մեջ է թաքնվել։ Բոլոր տառերը գտնված են։ Այժմ կատարենք երկրորդ առաջադրանքը, յուրաքանչյուր խմբում գտնելու ենք տարբերվող բառը, այլ կերպ ասած ավելորդը։ Տեսեք, 3 խնձորիքներ են՝ կարմիր, դեղին, կանաչ։ Կաշտում ենք ծիրան, կակաչ, սալոր, խաղող։ Բոլոր բառերը ինչ որ բանով նման են, մեկը տարբերվում է։ Ճիշտ եք երեխաներ, բոլորը ծիրանը, սալորը և խաղողը մրգեր են, իսկ կակաչը ծաղիկ է, ավելորդը տարբերվողը կակաչն է։ Մյուսը՝ ուսուցիչ, նկարիչ, զանգակ, խոհարար։ Նմանություններ կան և կա մեկը տարբերվող, զանգակն է տարբերվում, որովհետև ուսուցիչը, նկարիչը և խոհարարը անձ են ցույց տալիս, մարդ են, իսկ զանգակը իր է։ Խելացի նշանակում է խելք ունեցող, լուսավոր, գեղեցիկ և երիցուկ։ Երիցուկը երեխաներ ծաղիկ է, դաշտային ծաղիկ։ Խելացի, լուսավոր, գեղեցիկ, հատկանիշ է ցույց տալիս, ինչ որ առարկայի ձևը, տեսակն է ցույց տալիս, որակն է ցույց տալիս, իսկ երիցուկը հենց առարկան է։ Առաջադրանք 3-ը լրացնելու ենք խաչբառը։ Այստեղ ձեզ համար առանձնացրել եմ 2 բառ, որոնք կարևոր են։ Նայում ենք, բոլոր բառերը սկսվում են գ-ով, բայց առաջինը մենք պետք է սկսենք գնացքից, այստեղից, որպեսզի կարողանանք ճիշտ տեղադրել։ Գնացք բառը գրելուց հետո անցնում ենք երկրորդին, գլխարկին։ Սա էլ գլխարկն ենք տեղադրում, որ համապատասխան հատվող կետերում տառերը համապատասխանեցնենք և խաչբառը կարողանանք լուծել։ Հաջորդը գայլն է երեխաներ, գայլը տեղադրում ենք վերևում։ Մյուսը գաթա, ինչու գաթա, որովհետև գնացքի մեջ
Ան համապատասխանում է գաթայի վերջի տառին։ Գլխարկ, այստեղ ռեն ունենք, դրա համար գործն ենք տեղադրում։ Եվ ամենավերջինը գազար, գազարն էլ կգրենք ու կավարտենք։ Այստեղ էլ ձեզ հիշեցնում են, թե դուք որ տառերն եք արդեն սովորել։ Կարող եք տառերը կրկնել, ընկերներով խաղալ և տեսնել ով է ավելի արագ ճանաչում բոլոր տառերը։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։